Եթե դու խոսում ես ռուսերեն, դու համարվում ես մտավորական, չէիր խոսում ռուսերեն, դու համարվում ես գեղցի, շատ մեղմ ասած։ Հետևաբար այս բոլորը գալիս է գիտակցությունից, որի կարիքը մենք այսօր ունենք բարձրացնելու ազգային գիտակցությունը մեր ազգի մեջ։ Եթե մարդը չի կարող ավտոմեքենա քշի, ինքը շուռ կտա նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, բայց ոչ մեկի մտքով չի անցնի, որ Mercedes անվորակ ավտոմեքենա է։ Եթե մենք չենք կարող հայերենը օգտագործել, կիրառել, զարգացնել, մեղավորը հայերենը չէ, այլ հայերեն վարողը։ Պարոն Խզմալյան, ինչ եք կարծում, ինչու այսօր հայկական դպրոցը մրցունակ չէ, ես նույն հարցն եմ տալիս ձեզ եւ ով պետք է պատասխան տա դրա համար։ Ոչ թե հայկական դպրոցը մրցունակ չէ։ Դպրոցը վերջիվերջո ընդհանրապես հասարակության եւ պետության ինստիտուտներից, կառույցներից մեկն է։ Եվ ես ինձ այստեղ թույլ կտամ մի պահ հակաճառել կամ չհամաձայնվել հարգարժան Հայր Կոմիտասի ընդհանրապես մի խոսքի հետ։ Նա ասաց. մենք բավականաչափ գիտակցություն չունենք հայկական, ազգային գիտակցություն, տկարություն։ Իզուր չէ, որ ես շիվարեցի, որ ձևակերպումն ընտրեմ, որովհետև ինձ այստեղ ավելի շատ հետաքրքրեց հասցեն մենք։ Ես կարծում եմ, որ այստեղ հասցեն ճշտելու խնդիր կա։ Մենք այդքան հաճախ խոսել ենք մենք, մեկ ազգ, մեկ մշակույթ, որ մոռացել ենք ինչ է կատարվում մեր երկրում։ Մեր երկիրն ու մեր մշակույթը այլևս այն չեն, ինչը մենք սովոր ենք ընդունել որպես հայեր Հայաստան։ Մենք արդեն 20 տարի ապրում ենք դասակարգային հասարակարգում եւ որոշակի բաների համար գոնե պատասխանատվությունը եւ հատկապես քաղաքական պատասխանատվությունը կրում է երկրի կառավարությունը, իշխանությունը։ Եվ բնականաբար ես այստեղ չեմ ուզում քարկոծել գեղցի կամ գյուղացիներին կամ դայակներին, դաստիարակներին, բժիշկներին, ամեն մեկը զբաղվում է իր գործով։ Մարդիկ, ովքեր, գիտեք, հին աշխարհում կար մի հույն արքա Միդաս, որը ինչին կպնում էր, ոսկի էր դառնում։ Մեր քաղաքական ղեկավարությունը ինչին կպնում է, կեղտ է դառնում դա։ Վերցրեք ցանկացած ոլորտ, դիվանագիտություն, չարաբաստիկ սահմանի բացումը, հայ-թուրքական ֆուտբոլային խաղերը, չգիտեմ, սակարկումը ազատագրված հողերի վերաբերյալ, վերցրեք տնտեսությունը։ Մենք տապալված ենք 10-12 տարի առաջ այսօրվա կառավարիչները հենց այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են Հայաստանը, վաճառեցին Հայաստանի ոսկու ամբողջ պաշարը 6 անգամ ավելի էժան, քան այսօր է միջազգային գները։ Վերցրեք կրթությունը, վերցրեք ցանկացած ոլորտ, վերցրեք լավ, չշարունակեմ։ Այսինքն ամենքս պետք է մեր գործն անենք, բնականաբար, բայց ես հասկանում եմ, որ մեղքս բոլորիսն է, ավելի ճիշտ դրա արդյունքն է բոլորին, այդ դառ պտուղները մենք բոլորս ենք ուտելու եւ հատկապես մեր երեխաները, բայց ընդամենը ամեն մեկը պետք է լինի իր տեղում։ Եթե իր տեղում չէ, նա պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Այո, ներողություն, պարոն Խզմալյան, արդյոք չեք կարծում, որ այս բոլորի պատճառը ոչ ճիշտ արժևորումն է արժեքների, որովհետև ովևէ բան երբ ճիշտ չի արժևորվում, նրա բացահայտումը չի կարող իրական գետնի վրա կատարվել, այլ կատարում է ոչ իրական գետնի վրա, հետևաբար սխալ։ Կարծում եմ դուք իրավացեք, բայց դա իմ կարծիքով ոչ այնքան պատճառն է, որքան ավելի շուտ հետևանքը։ Ուրեմն գիտակցությունը նաև ծնում է պատճառը, որովհետև գիտակցության պակասի պատճառով երևույթները արտառոց են լինում։ Գիտակցության ճիշտ պարագային, ճշտված պարագային երևույթները լինում են դրական իմաստով ճիշտ իրենց վայրում։ Սիրելի Հայր Կոմիտաս, բանն այն է, որ ես համոզված եմ ընդամենը մի բանում եւ դա ինձ թույլ է տալիս չհամաձայնվել ձեզ հետ այս հարցում։ Բանն այն է, որ այն ինչ կատարվում է, դա թյուրիմացություն չէ, դա սխալ չէ, դա գիտակցված, ընդունված ծրագրված ծրագիր է, որը իրականանում է եւ դա իրականանում է ամեն օր եւ դա իրականանում է արդեն քանի երրորդ տարին, դա մենք ամեն օր տեսնում ենք հեռուստաալիքներով, որի մասին Հասմիկն ասեց, դա մենք լսում ենք ռադիոալիքներով, մենք դա ընթերցում ենք պատերին եւ մի խոսքով մենք շրջապատված ենք դա եւ դա ունի նպատակ։ Նպատակն է դարձնել մեր երկիր, սակարկել մեր ազգային արժեքները, դարձնել մեր հասարակությունը զոմբիացված սպառողների հասարակություն, ոչ թե ստեղծագործ, ոչ թե մարտնչող, ոչ թե մտավորական, այլ զոմբի, որը կատարում է մի քանի ընտանիքների կամքը եւ դրանց սպասավորների
ծրագիրը։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք այս բոլորը Ալեն Դալասի ծրագրի իրականացումը չէ մեր մեջ, որը ասում էր մենք իրենցից կվերցնենք իրենց իրական արժեքները եւ իրենց կմատուցենք կեղծ արժեքներ։ Ես չէ որ պետք է հիշեցնեմ ձեզ նման խոսքերը, որոնք ասված են Ալեն Դալասից մոտավորապես 2000 տարի առաջ։ Ուրիշ պայմաններում նույն բանն ասվում էր եւ նույն բանը մենք Աստվածաշնչում շատ դեպքերում կարող ենք գտնել եւ դա սատանան էր ասում։ Սատանան ունի մականուններ, Ալեն Դալասը ընդհանրապես այդ անուններից մեկն է։ Հայկական անուններ էլ, մականուններ էլ կարող է գտնել։ Բոլոր դեպքերում եզրահանգումը մեկն է, ոչ մի օտար մեղավոր չէ։ Մենք ենք մեր տունը քանդում ներսից։ Դառնանք հայկական դպրոցների խնդրին։ Ասում են, որ հայկական կրթությունը հնարավորություն չի տալու, դա մեր նախարարն էլ է ընդգծում, լավագույն բարձրագույն կրթություն ստանալու։ Բարեկամներ, ձեզնից երկուսը ստացել է ռուսական կրթություն եւ կարծում եմ կկարողանաք բացատրություն տալ գոնե թե որն է տարբերությունը մայրենի լեզվով եւ օտար լեզվով ստացած կրթության եւ որն է ձեր եւ մեր մյուս հայրենակիցների, ովքեր հայկական կրթություն ունեն, տարբերությունը։ Խնդրեմ, պարոն Մեստրոպյան։ Ուրեմն մի քանի շաբաթ առաջ կրթության եւ գիտության նախարարը հյուրընկալվել էր Կենտրոն հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի մոտ։ Ինձ ապշեցրեց նրա փաստերը կամ հիմնավորումները, մասնավորապես, օրինակ ինքը զուգահեռներ էր տանում եւ բերում էր օրինակ Չուկոտկայի շամանների։ Մի քանի անգամ դրա մասին շեշտեց եւ շատ նման մակարդակի հիմնավորումներ։ Դուք պատկերացնում եք պետության, կրթության եւ գիտության նախարարը, որը հավակնում է լինել կրթության նախարար մի ազգի, որը հին պատմություն ունի մշակույթ, զուգահեռներ եւ օրինակներ է բերում Չուկոտկայի շամանների մասով։ Ուղղակի ապշեցուցիչ է դա։ Ես բերում եմ այն մտքի, որ եթե մարդը անգրագետ է, իրան ամենաընտիր ավտոմեքենա տվեք, ինքը կործանար արդյունք կտա։ Երբ ասում են, որ մեր լեզվով դասավանդելը մատաղ սերունդին դա մրցունակ չէ, թող ինձ ցույց տան, որտեղ կա օրինակելի մակարդակով եւ խորը դպրոց, որտեղ գնում է լավ կրթություն հայերենով եւ արդյունքում երեխաները մրցունակ չեն։ Գիտեք ինչ, կարելի է ամեն ինչ ապականել, հետո օրինակ բերել, որ տեսնում եք մեզ մոտ լեզուն է մեղավոր։ Ես կարող եմ իմ օրինակը բերեմ։ Ուղղակի 22 տարեկան հասակում ես չհասկացա ինձ հետ ինչ տեղի ունեցավ, բայց ես հասկացա, որ ես հայ եմ։ Եվ քանի որ կրթությունը դպրոցում ռուսական էր եւ բուհում էր ռուսական, ես սկսեցի ուղղակի վերցնել ցանկացած գրքեր հայերեն կարդալ։ Եվ ինչն էր հետաքրքիր, ես զգացի, որ շատ դժվար էր ինձ ընդհանրապես ընկալել շատ բաներ, անգամ պարզունակ մակարդակի վրա։ Եվ անկեղծ ասեմ, որպես մասնագետ, որպես գիտելիք կրող անձ, ես իրոք սկսեցի դառնալ այն պահից, երբ կամաց մոտեցա լուրջ հայերենին։ Մինչև այդ իմ գիտելիքները, գիտեք ինչ էր, ամեն ինչի մասին, բայց ոչ խորացված։ Երբ անցա մայրենին եւ սկսեցի եւ ուսումնասիրել, եւ խոսել, գրել եւ այլն, ես հասկացա, որ ինչ անցյալից ինձ էներգետիկ ուժեր են գալիս։ Եվ հետո ես կամաց փորձեցի խորանալ ոչ թե լեզվի մեջ, այլ լեզվի միջոցով խորանալ իմ իմացածի գիտելիքների եւ հետո փորձել առաջացավ եւ բավականին ես կարողացա դուրս գալ, բայց այդ դուրս գալը ինձ մոտ տևեց 7 տարի։ Այսինքն կարելի է ասել, որ 10 տարի ես դպրոց եմ գնացել, 5 տարի բուհ, գումարած 7 տարի էլ տանջվել եմ, որ կամաց դառնամ այն, ինչ ինձ հաջողվեց դառնալ հիմա։ Այսինքն 15 տարվա տեղը 22 տարի։ Եվ ստեղ այդ 7 տարի լեզվին վերադառնալը ինձ ավելի շատ օգնեց, քան այն 15 տարին, երբ ես լեզվից կտրված էի։ Պարոն Խզմալյան, դուք ինչ հայտնաբերեցիք ձեզ համար։ Հայտնաբերություն չեմ անի, եթե ասեմ, որ լեզուն ընդհանրապես գոյություն չունի։